Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման։ Ապրիլի 3-ից Զվարթնոց օդանավակայանում գործում է Լիլիթ Մանարյանի թվային միջնադար շարքի ցուցադրությունը։ Ամբողջությամբ ստեղծված 2026 թվականին ակրիլով եւ յուղամատիտներով խոշոր աշխատանքներից, որոնք տեսողական կերպային իմաստով ներշնչված են հայկական, իտալական, բրիտանական եւ ֆրանսիական միջնադարյան լեգենդների պատկերազարդումներից եւ որմնանկարներից։ Այն հայկական եւ եվրոպական միջնադարյան արժեքների եւ մշակութային ժամանակակից թվային միջավայրում վերածնման նորից արդիականացնելու մասին յուրահատուկ մետամոդեռնիստական վաղ առավոտյան խնդրեմ ինչ բառեր են ինձ գրել։ Ուսումնասիրությունը։ Ինչու միջնադար եւ ինչ են փոխանցում այս ցուցահանդեսով դրա կազմակերպիչները կպարզենք մեր հյուրերի հետ, որոնք այսպես ուշի ուշով հասան մեր եթեր, նկարիչ եւ երաժիշտ Լիլիթ Մանարյան, Զվարթնոց օդանավակայանի ցուցահանդեսի համադրող նկարիչ Արմինե Թումանյան, բարի լույս։ Արմինե, ինչպե՞ս եք։ Բարի լույս։ Լույս առավոտի։ Լույս առավոտի։ Լիլիթը մեր այսպես մշտական հյուրերից է, որտեղ միշտ ունի նորություններ, միշտ ունի հետաքրքիր այսպես նախադեպ է, բայց սկսենք ապրիլի 3-ից թվային միջնադար շարքի ցուցադրությունից։ Նախ եւ առաջ բարի լույս եւ նորից շնորհակալություն, որ կանչել եք մեզ եւ շատ հաճելի է։ Ինձ թվում է ես էլ Արմինեն էլ միասին կուզենայինք ասել, որ այս գաղափարը, որ օդանավակայանում ցուցահանդեսներ են, իսկապես հիրավի հանճարեղ է, ես այդպես եմ համարում, եւ կոնկրետ ինչու, որովհետեւ գիտեք, կան նկարներ հատկապես, ինչպես իմ ակտիվ գունային գամայով, մեծ մասշտաբների, որոնք որ կարծես թե մաքուր օդ են մի քիչ ուզում, կարծես ավելի շատ լույս են ուզում եւ իհարկե ձգում են դեպի իրենց շատ տարբեր տարիքների ու տեսակի լուսանկարներ, ինչ տրամադրություն է տեսեք, ինչքան շատ տեղ 12 ժամ թռիչքից հետո իջնում են եւ այո, առաջին հարկում նաեւ VIP սրահում 3 ստեղծագործություն եւս այս շարքից ցուցադրված է, իսկ հիմնական ցուցադրությունը էքսպոզիցիան երկրորդ հարկում է, մեկ նման սրահում։ Իհարկե, խորին շնորհակալությունս ուզում եմ հենց տնօրենին եւ համադրողին Արմինեին հայտնել այս հիանալի հնարավորության համար, որովհետեւ նորից եմ ասում, ուղղակի հանճարեղ տարածք է խոշոր նկարներ ցուցադրելու համար եւ վերջիվերջո ընտիր հնարավորություն է, որ շատ լայն ընդգրկման մարդիկ ծանոթանան քո արվեստի հետ եւ ոչ միայն հայերը, այլ նաեւ մեկնող գնացող արտասահմանցիները մի հրաշալի բան, պարզապես։ Ցուցահանդեսում ներկայացված են հայկական, իտալական, բրիտանական եւ ֆրանսիական միջնադարյան լեգենդների պատկերազարդումները, հա, այսպես ասած։ Արդյոք կա մի ընդհանուր գիծ, որը միավորում է այս տարբեր մշակույթների միջնադարյան շերտերը ձեր աշխատանքներում։ Դե գիտեք ինչ Անահիտ ջան, այս հարցին երկու ձևով է կարելի պատասխանել, որովհետև բնականաբար նախ եւ առաջ եթե դա շարք է, ուրեմն արդեն մի ընդհանուր միտք, բացի ինչ-որ կոնկրետ թեմայից, միջնադար, նրանց բոլորին միավորում է։ Այսպես թե այնպես, առաջին հանգամանքը նրանց միավորող այն է, որ բոլորն էլ վիզուալ տեսողական առումով հենված են միջնադարյան արևմտյան Եվրոպայի եւ նաեւ Հայաստանի, ինչպես եմ ես շրջանցել, ես հայ եմ, որմնանկարների եւ մագաղաթների, իլյուստրացիաների, պատկերապատումների վրա։ Ես շատ սիրում եմ գեղագիտորեն, ինձ շատ ձգում է միջնադարը իր ամբողջ մշակույթով, իր շատ հակասական բարքերով եւ ոնց որ բաղադրությամբ, հա, իրենց պատմությունների, լեգենդների եւ այլն հարուստ է մշակույթը։ Իսկ երկրորդ առումով, ինչը միավորում է ամբողջ շարքը, մյուս սերս է դեպի ինտերնետային, համացանցային մի փոքր նոստալգիկ մշակույթ է, երբ որ մենք դուք կհիշեք փոքր էինք ավելի ունենք եւ տարբեր ոնց դες ասեմ PlayStation-ներ, մենք ունենք առաջին համակարգիչները պիքսելային խաղերով եւ իհարկե համացանցային սոցհարթակների մշակույթը, նոր սմայլիկները, հիերոգլիֆներ դարձած, հա, այդպիսի նոր կոմունիկացիայի ձևերը։ Երանգյուներնում եւ 3 դառնում էր սրտիկ։ Հա, այդպիսի բաներ կան, պիքսելներ, որոնք որ կարծես միջնադարյան մոզաիկա լինեն խճանկար, այդ ամենը իմ երկու սերերը ես շատ բնականորեն առանց մտածելու միացրեցի, որովհետեւ երկուսն էլ վերաբերում են շատ հակասական եւ բարդ ժամանակի ըստ իս մարդկության մեջ։ Մենք հիմա ապրում ենք high-tech, բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում,
Բայց ինչպես եւ միջնադարում, կարծես մեր մոտ վերադառնում են ինչ-որ կրոնական ֆանատիզմներ, սնոտիապաշտություններ, զանազան վախեր, պատերազմներից, արհավիրքներից, ինչ որ չար ուժերից,ենելով բան, այսպես հա, որ կարող են չթեո, հա, հայերեն ասած, որ կարող են մեր կյանքը խանգարել, կարծես միջնադարը վերադարձել է թվային մակարդակում եւ այսպես մետամոդեռնիստական թարգման միջոցով ներկայացրեցի։ Դա շատ նոր հետաքրքիր բան է, շատ նոր չէ, 30 տարվա հետաքրքրվում է, կարող է կարդալ մետամոդեռնիզմի մասին։ Ես այսօր։ Այո, Արմինե ջան, դուք որպես համադրող, ինչպես կբնութագրեք այս ցուցահանդեսի մետամոդեռնիստական ուսումնասիրությունը, ինչպես է հաջողվել միջնադարյան արժեքները վերացնել ու արդիականացնել ժամանակակից միջավայրում։ Մեր Լիլիթ Մանարյանը շատ գաղափարային նկարչի է, ինչպես գիտեք նաև իլյուստրատոր, եւ այս գաղափարը մենք մշակում էինք 1 տարի։ Շմես անցած տարի ապրիլին ենք քննարկել եւ սկսել ենք աշխատել եւ այդ ամբողջ ընթացքում մի տարի մենք իսկապես արել ենք կուրատորական եւ նկարչական գործ միասին։ Մշտապես կապի մեջ։ Այո, մշտապես ցույց էի տալիս, քննարկում էինք միասին։ Հա, եւ իհարկե մետամոդեռնիզմը Բառն է, մետամոդեռնիստական։ Մետամոդեռնիստական գաղափարը շատ տեղեր կան եւ դա հիմա արդիական է եւ պոեզիայի մեջ եւ հիմա նույնիսկ երաժշտությունն է այդ ուղղությամբ զարգացնում։ Դա մեր այսօրվա կյանքն է եւ միշտ մշակույթը միասնական ուժով կարողանում է արտահայտել այդ դարի, այդ տարիների ապրումները եւ ես ողջունում եմ, որովհետեւ բացի նրանից, որ շատ գունեղ ցուցահանդես է, շատ համապատասխան եւ համահունչ է մեր Զվարթնոց օդանավակայանի, գիտեք, այդ Այո, Զվարթնոցը։ Զվարթնոցը չէ, Զվարթնոցը նախ իմ հրապարակն է, որտեղ ես անում եմ այդ ոնց արտ պլատֆորմա, gallery է կոչվում, բայց ինքը արտ պլատֆորմա ավելի շատ, որտեղ ինքը բացա, ոչ մի փակ տեղ չունի, կբացա 7 օր, 24 ժամ եւ եկեք գնացեք Հայաստան ունիկալ է, նախ եւ առաջ նաեւ ունիկալ է, որովհետեւ մենք ամբողջովին տրամադրված ենք PR անելու մեր ցուցադրվողին, անվճար ենք տրամադրում հրապարակը, որտեղ հիմա հնարավոր չի 1 ամսով ինչ որ հրապարակ, ինչ որ տեղ վերցնել, որտեղ կարելի է ցուցադրվել, բացի դրանից էլ միշտ տեխնիկական հարցեր ասում եմ, որով ապարտանում եմ, որովհետև մենք նաև հոլովակ ունենք, որը շրջանառվում է ամբողջ Զվարթնոցի տարածքում, նշանակություն չունի ֆիզիկապես մարդը տեսնում է այդ նկարը թե ոչ, բայց մոնիտորներով տեսնում է եւ նաեւ անուն ազգանունը, ֆոտոն, լուսանկարը, նկարիչը այնտեղ է մոնիտորների վրա շրջանառվում է 200 անգամից ավել օրեկան, 1 ամսվա ընթացքում պատկերացնում եք, իդեպ դա ամենա Երևանի եւ Հայաստանի ըստ երևույթի ամենաթանկ բիլբորդն է։ Այո, ես որպես մարքեթինգի մասնագետ վկայակոչում եմ դրա մասին։ Բայց Զվարթնոցը, ինչպես եւ այլ այս հրապարակը, որ հարթակը որ ստեղծել է, ամեն ինչ արվել է այն գաղափարի շուրջ, որ խթանենք հայ նկարիչին եւ լուսանկարիչին, եւ դա արվում է որպես սոցիալական ծրագիր խոշոր բիզնեսը արվեստին։ Լիլիթ ջան, հարցի շարունակությունը ինչ սիմվոլիկա ունի Զվարթնոցը հենց այս շարքի համար։ Զվարթնոցը ինչ է պարունակում, որ կարող է օգնել շարքին ինչ որ ձևի այն բացահայտել, դա նկատի աղբյուր օրինակ եղել է հենց այդ ակրիլները, գույները։ Հա, հիմա հետաքրքիր բան ասեմ, հասկացա ինչ նկատի ունեք, դուք երևի մտածում եք, որ ես հատուկ Զվարթնոցի համար ընթացքում նկարել եմ նաև ինչ որ բաներ, ասեմ շատ հետաքրքիր բան։ Իհարկե այդպես է, ես գիտեի թե որտեղ է այն ցուցադրվելու, բայց ասեմ շատ ծիծաղելի, այնտեղ մի հատ նկար կա կլոր, որը կարծես գոթական տաճարի վիտրաժային կլոր են ճակատային
բաներից լինի, այո, ռոզետաներից եւ կողքից նայողը, ցանկացած նայող կմտածի, որ հատուկ օդանավակայանի վիտրաժներին 100 նույն գույներով ես այն նկարել եմ, այնինչ ես բացարձակապես մոռացել էի, որ այնտեղ տես գունավոր վիտրաժներ կան եւ երբ կախեցինք թվում էր թե օդանավակայանի այսպես այդ բանի ապակիների օրգանական շարունակությունն է, մյուս նկարների մեջ էլ տես գունային գամմա կա, դա ինչ-որ մի հրաշքեր զուգադիպություն է, բոլոր համընկնումները, այդ իրականում էլի եմ ասում զուտ իր լուսավորության տարածքի եւ այդ գունային մոզաիկա տիպի կառուցվածքի շնորհիվ ինձ թվում է ցանկացած ցուցադրությունն էլ շատ այսպես 101%-անոց կարող է իրեն բացել։ Հետաքրքիր տեղ է եւ չգիտեմ, ցանկացած ասում լուսանկարչական եւ նկարչական շարք կարող է մի այլ կողմից էլ բացահայտվել այնտեղ վստահաբար, բայց հենց դրա համար էլ այդպիսի ֆանտաստիկ տեղ է, իհարկե այնտեղ հերթագրումները շատ երկար են եւ ընտրությունը շատ խիստ, դա էլ հաշվի առեք։ Այո, ես եմ ընտրում իհարկե։ Արմեն, վերջնական որոշումը իմն է։ Այդուհանդերձ նաեւ մենք այստեղ ունենք այսպիսի ֆանտաստիկ եւ մոդեռնիստական լավ էլ մետամոդեռնիստական։ Մոռացեք ինչ եմ ասել, խնդրում եմ, սա կտորը կտրեք։ Պատմեք մեզ այս կոմիքսների մասին, այո։ Տեսեք, ես սա վերեցի նաև որ ծանոթացնեմ իմ այս նոր, այո, աշխատանքի հետ, сա կոմիքս է, ռուսալեզու այս անգամ, որովհետև պատվիրատուն Մոսկվայից է Նիկոլայ Ալեքսանյանը հեղինակ։ Ես Լիվան понравилось, то поставьте лайк։ Հայերեն, եթե հավանել եք, ապա լայք դրեք։ Ինչու է սա այսօրվա լայք։ Այո, մեր խոսակցության հետ կապ ունենում, որովհետև տեսեք, եթե զգացել եք, այն ամեն ինչ արդիական է, այսպես հիպերարդիական է, այդ ամենը կարծես արձագանքն է գտնում իմ բոլոր աշխատանքների մեջ։ Ես շատ հետաքրքրվում եմ իրականությամբ, էլի, եւ սա էլ ուրեմն մեծահասակների համար կոմիքս է, որը էլի հենց մեր ժամանակների մասին է, բլոգերների, ինտերնետային ծանոթությունների, հիասթափությունների, դեպրեսիայի 18+, 16 միգուցե, մեր եթերի երեխաներ են տեսարաններ չկան, երեխաներ չվախենակ, ուղղակի կարող է չհասկանան երեխաները կարդան։ Սա նաև ներգիր ինքդ ֆորմատով է ստեղծած մեծահասակների համար, այն որ գիտեք կամ մեծահասակների, չէ, նկարչական դնում ես, ներվերդ հանգստացում ես, նման մի ֆլոմաստերներ, որ լինում են նույն։ Շատ հետաքրքիր սերիալական է։ Որն է ամենասիրելի կտորը ձեր։ Իմ ամենասիրելի կտորը շատ վախենալու կտոր է, ուղղակի ես սիրում եմ ինչպես եմ այն նկարել, դա ասեմ ձեզ ավտովթարի տեսակ միայն պոզիտիվ լիցքեր։ Այո, դուք հետևեք երթևեկության կանոններին ժողովուրդ ջան, խնդրում եմ, կասառույց է լինելու, բայց սա էլ ուրեմն իմ սիրած նկարը, ուղղակի դասական կոմիքսի կանոններով եմ այն նկարել, դրա համար էլ սիրում եմ։ Եվ ամսի 12-ին Կիրակի օրը Common Ground-ում այս կոմիքսի շնորհանդեսն է լինելու, ժամը 6-ին նաև ես նվագելու եմ իմ ընկերների եւ Նիկոլայի հետ, համերգ ենք ունենալու, կարող եք համենալ բոլորդ եւ տեսնել թե ինչի մասին է, ինչ է սա։ Շնորհակալ ենք շատ այսպես վաղ առավոտյան գալու եւ մեզ ներկայացնելու համար։ Մենք հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ Զվարթնոց օդանավակայանում դուք կարող եք գնալ եւ տեսնել ցուցադրություն առհասարակ։ Կարծում եմ Զվարթնոցում շրջելը էսթետիկ հաճույք է պատճառում, գուցե նաեւ չմեկնեք կամ որևէ մեկին չդիմավորեք։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, շնորհակալ ենք նաեւ մեր հեռուստադիտողներին, չենք փոխում ալիքը, որովհետեւ մենք ունենք կարճ դադար եւ դիմավորել ենք մեր մյուս հյուրերին։ Շնորհակալ եմ։